մեր այս ուղիեթեր ծառայության ճշմարտություն խոսքի անունով այս օրը մի քանի վարգաններեն պիտի սկսենք մեր ուղիեթերը եւ կհրավիրենք ցեզ կանչել ձեր ընկերները, բարեկամները, որովհետեւ միասին գտնանք այս արիտը, դերը օրտնենք, Տիրոջ խոսքը սերդենք եւ երթանք մի քանի վարգան առաջ։ Կորց արակերոց քիրքը կշարունակենք սերդել, այսօր պիտի սերդենք 20-րդ գլուխը։ Ուրեմն մի քանի վարգաններեն կվերակտնենք իրար, գապնվենք, կանչենք, բարեկամներ, ընկերներ եւ դեր օրտնենք միասին։ Ուրեմն մի քանի վարգաններեն կտեսնենք։
Skancheli Khor hırtakan Havitenakan utyam har Skancheli Khor hırtakan Havitenakan utyam har Avutyam nishcham Zor astված Քո արքայություն չունի սահման Բարձր է քո անունը բոլոր անուններից Զորությունից տերություններից Հավիտյանս հավիտենից Թագավորելու ես տերտերած Հավիտյանս հավիտենից Թագավորելու ես տերտերած Թշնամությունը քանդեց Հոր հետ մեզ հաշտեցրեց Իր արդարությունը մեզ տվեց Ամեն ծուն թող ծրվի Ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Թշնամությունը քանդեց Հոր հետ մեզ հաշտեցրեց Իր արդարությունը մեզ տվեց Ամեն ծուն թող ծրվի Ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Փառավորվի երրորդությամբ մեր Աստվածը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, բարի եկաք, սիրելի քույր եղբայրներ, այս ուղիղ ծառայության ճշմարտության խոսքի, որ գսպրվի Փարիզեն գահասնի ցեզ, ուր որ գտնվիք, տարբեր երկիրներ, քաղաքներ, Աստված օրհնե ցեզ, ձեր դունը, ձեր ընտանիքը, ձեր օջախները եւ անոնք որ գահավաքվին այստեղ Տիրոջ խոսքին շուրջ։ Ուրախ ենք, որ դեր մեզ եւս բահեց այս դժվար վիճակներու մեջ, այս դարօրինակ վիճակներու մեջ, այս անգադար վիճակներու մեջ, այս անորոշ վիճակներու մեջ աշխարհի ինչ շեր գբադայի այս վերջին օրերը ամեն օր նորություն, սիրելիներ, ամեն օր նորություններ, բոլոր աշխարհի քաղաքականությունը գրնա փոխվել, աշխարհակրությունը գրնա փոխվել եւ իսկապես կտեսնենք, որ այդ խաղաղությունը, այդ հանդարտությունը գրնա խախտվել մեկ օրեն մյուս օրը եւ մենք փառք ունենք Տիրոջը, որ Հիսուս Քրիստոսի հետևորդները ունին այն հույսը եւ այն երկնային դունը, որուն համար իրենք կպատրաստվին եւ մենք փառք ունենք Տիրոջը, որ մենք մեր հույսը այս աշխարհի վրա չէ, մեր հույսը այս կամ այն քաղաքական մարդոց մեջ է, մեր հույսը այս կամ այն քաղաքական հարցերեն գախյալ չէ, մեր հույսը երկնքի քաղաքականության կախված է եւ փառքը լա, որ մենք ունենք երկինքը, մենք ունենք Հիսուս Քրիստոսը, մենք ունենք Հայրը, որ մեզի գուտա հույս եւ ուղղություն է, այս մեզ ուրախություն է, որ այս անգադար վիճակներու մեջ, անորոշ վիճակներու մեջ մենք կորսվածներ չենք, մենք կորսված ոչխարներ չենք, մենք գիտենք ուրդեղ են եկած ենք, ուր ենք եւ ուր գերտանք Աստծո խոսքը մեզ հստակ կբացատրե եւ երան է այն մարդը, որ Տեր Հիսուս Քրիստոսի ցերկը բռնած գքայլե այս վիճակներուն մեջ, Տեր Հիսուս Քրիստոսի ցերկը բռնած այս անորոշ վիճակներուն մեջ ուղղություն, լույս եւ վստահություն գահակնի։ Հալելույա, բարի եկաք քույր եղբայրներ, ուրախ ենք որ միասին ենք ինչպես ասի, Տերը օրհնե մեզ, ցեզ բոլորս իր բարքին համար, հալելույա։ Սաղմոս 113-ը նայեցեք ինչ գեղեցիկ խոսքեր ունի, ալելույա գսե օրհնեցեք, ով Տիրոջը ծառաները, օրհնեցեք Տիրոջ անունը, օրհնյալ ըլլա Տիրոջ անունը ասկեհելու մինչև հավիտյան, արևելքեն մինչև արևմուտք օրհնյալ ըլլա Տիրոջ անունը, դերը բարձր է բոլոր ազգերուն վրա։ Դերը բարձր է բոլոր ազգերուն վրա, կարևոր է այս համարը, բոլոր ազգերուն վրա անոր փառքը երկինքեն վեր է։ Մեր Տեր Աստծուն պես ով գա, որ բարձրության մեջ կբնակի
ու երկնքի ու երկրի մեջ եղած բաները տեսնելու համար գխոնարի եւ այդտեղ աղքատը փոշիեն վեր գվերցնե դնանգը աղբանոցեն գբարձացնե որբեսի զանոնք նստեցնե իշխաններուն հետ հալելույա ամենակարող Աստված որ ամեն ինչ իր ցերկերուն մեջն է ազգերը որ այսօր իրար կանցնին այստեղ այնտեղ ժողովներ գնեն նախագահներ թագավորներ իշխաններ իրար հետ ժողովներ գնեն իբր թե պիտի այս հարցը լուծեն այն հարցը լուծեն մինչ այդ ավելի վատ գլա ամեն ինչ մեր Աստվածը գրված այստեղ ամեն ազգերուն վրա գիշխե արևելքեն մինչև արևմուտք ոչ մեկ բան իր ցերկե չի փախիր ամեն ինչի վրա դերը իր խոսքը ունի եւ այո այս բոլոր բաները կպատահին, ինչու կան որ աշխարհին վերջը պիտի գա, Ազոտ Հադաստանը կպատրաստվի, անորոշ պիտի լան այս բոլորը։ Մենք չենք խանգարված, մենք գտեսնենք միայն կամ գնայինք միայն, ինչ կպատահի Տիրոջ խոսքին իրականացումը մեր աչքերով գտեսնենք։ Բայց այստեղ կարևոր համար մը գա։ Այո, Աստված երկնքի եւ երկրի մեջ երկինքը կբնակի, երկնքի եւ երկրի մեջ եղած բաները գսե դեսնելու համար գխոնարի Աստված գխոնարի բարձրացնելու համար ինգածները, խոնարները, դնանքները, որբերը, աղքատները գխոնարի խոնարները բարձրացնելու համար անոնք որ իրենց քիչ մը բարձր կգարձեն քիչ մը ուսյալ կգարձեն խելացի կգարձեն իմաստուն կգարձեն կամ գնամասել նույնիսկ իշխանության զորության մեջ կգարձեն թող լավ գիտնան այդ բաները որ Աստված միայն խոնարները բարձրացնելու համար գիչն է ուրեմն ես գսորվեցին այս բանը խոնարիլ որբեսի Աստծո զորավոր ցերկը դեսնենք խոնարիլ որ այդտեղեն բարձրանանք Աստված խոնարներուն կբարձրացնե եւ իշխաններուն հետ կնստեցնե մի խոսքով խոնարները կբարձրանան քանի որ Աստված միշտ խոնարներուն Աստվածն է սիրելի քույր եղբայրներ սիրելի հայրենակիցներ որքան կարևոր է որ մենք սորվենք խոնարիլ Աստծո արչև եւ իր խոսքին արչև ոչ թե կայլենք մեր սկզբունքներով եւ մեր գարձածներով եւ մեր սկացումներով այլ խոնարինք մի քիչ ավելի լսելու իր խոսքը մի քիչ ավելի լսելու իր հրամանները մի քիչ ավելի հնազանդելու փափակ ունենալու նպատակով խոնարինք կանզի խոնարներուն Աստված շնորհք պիտի իսկ անփարդավաններուն հբարտներուն քորոզներուն Աստված հերվեն պիտի զզվի ուրեմն սիրելի քույրս սիրելի եղբայրս սորվինք խոնարիլ Եվ այսօրվա մեր սերտողությունը, որ պիտի կատարենք քիչ հետո, թող սորվեցնե քեզ եւ ինձ ավելի խոնարհի Տիրոջ խոսքին վրա։ Երբ որ խոնարհություն կա, այնտեղ կա հրաշքը։ Շատ մարդիկ կվազեն հրաշքներ գտնելու այստեղեն, այնտեղեն։ Գաղութեն, որ հրաշքները իրենց կյանքի մեջ ասեմ ցեզի հանդարտ մնա եւ գիտիր որ դերն է։ Հանդարտ մնա խոնարհիր իր խոսքին եւ ասե դեր ես քո խոսքի առաջ կխոնարհիմ իմ կյանքս քո ցերկերուտ մեջն է ես կվստահիմ քեզ քանզի դու միածին որդին ղրգեցիր Հիսուս Քրիստոսը խաչվեցավ հարություն արավ այն փաստն է որ դու հոգ կուզես տանիլ ամեն մեկուս չզորենք Տիրոջ ցերկը Գարձելով այսպես աղոթենք, այդպես ընենք, այնպես ընելով Աստված գարձես բաներ մբիտնե։ Ոչ, Աստված բարձ խոնար սրդերը գտեսնե, գխոնարի բարձրացնելու համար այդպես եղավ։ Աստված մարմնացավ Հիսուս Քրիստոսով խոնարեցավ, մինչև խոնարեցավ այդ մսուրը, այդտեղ խոնարեցավ մինչև խաչը, որբեսի ինգազներուն բարձրացնե, որբեսի դգարներուն կյանք տա, որբեսի մեղավորները փրկվին։ Այո, փառք մեր Տիրոջը, որ խոնարները հերվեն գտեսնե եւ գմոդենա զիրենք բարձրացնելու համար։ Օրտնյալը լա մեր Տերը իր մեծապարության մեջ Աստված քեզ եւ ինձ օրտնե, որբեսի այսօր իր օրտնապեր անցրևները կան քո վրա, որբեսի քո մեջ կյանք ստանաս, ավելիով բարձրանաս Տիրոջ բադիվ եւ օրտնություն բերելու համար։ Հալելույա, հալելույա։ Այս երկենտածքին աղոթե եւ ասե Տեր ինձ խոնարիլ սորվեցուր։ Այնտեղ որ խոնարհություն կբացի, ինձ այդտեղ խոնարիլ սորվեցուր։ Իմ ժամերս խոնարեցնեմ, իմ միտքս խոնարեցնեմ, իմ զգացումներս խոնարեցնեմ, իմ որոշումներս խոնարեցնեմ, իմ ընդրություններս խոնարեցնեմ քո խոսքի եւ քո անձի առջև։ Եվ պիտի տեսնեք ինչպես Սուրբ Օքին իր գործը պիտի կատարի քո մեջ։ Եկեք լսենք այս երգը եւ գվերակտնենք իրար սերդելով
Պիտի սերդենք ուրեմն Գործ Առաքելոց 20 գլուխը։ Մենք սպասում ենք խոստացված վերջին անձրևներին, փափագում ենք հոր դարակ եւ արար գետերին, թող թափվի մեզ վրա անձրևներ, թող թափվի մեզ վրա անձրևներ, մենք սպասում ենք խոստացված վերջին անձրևներին, փափագում ենք հոր դարակ եւ արար գետերին, թող թափվի մեզ վրա անձրևներ, թող թափվի մեզ վրա անձրևներ, դուր զորություն ներկայությամբ հպվիր մեզ Տեր, ծարավե քեզ անչափ երկիրը մեր, դուր զորություն ներկայությամբ հպվիր մեզ Տեր, ծարավե քեզ անչափ երկիրը մեր։ Թող բարձրանան աղոթքները բոլոր սուրբերի, թող վարարեն հեղեղները հոգուտ ջերերի, թող թափվի մեզ վրա անձրևներ, թող թափվի մեզ վրա անձրևներ, թող բարձրանան աղոթքները բոլոր սուրբերի, թող վարարեն հեղեղները հոգուտ ջերերի, թող թափվի մեզ վրա անձրևներ, թող թափվի մեզ վրա անձրևներ, դուր զորություն ներկայությամբ հպվիր մեզ Տեր, ծարավե քեզ անչափ երկիրը մեր, դուր զորություն ներկայությամբ հպվիր մեզ Տեր, ծարավե քեզ անչափ երկիրը մեր, դուր զորություն ներկայությամբ հպվիր մեզ Տեր, ծարավե քեզ անչափ երկիրը մեր, դուր զորություն ներկայությամբ հպվիր մեզ Տեր, ծարավե քեզ անչափ երկիրը մեր, ծարավե քեզ անչափ երկիրը մեր, թող Հալելույա, հալելույա, իր փառքը ծարավե մեր անձերը դիրոջը, եւ որքան մեր անձերը ծարավեն դիրոջը, այնքան դերը իր ներկայությունով գլեցնե մեզ,
Անոր ծարավը գսե ինձ եկեք, ծրի խմեցեք եւ ծրի արեք։ Այո, Տերը այդ հավնական ճուրը պիտի տակես, որովհետեւ ոչ մեկ ադեն չտշկոհիս, ոչ մեկ ադեն չքանքադիս, այլ ամեն բանի մեջ եւ ամեն բանի համար փառք տաս Տիրոջը իր մեծապարության, իր սիրո եւ իր հավատարմության համար։ Հալելույա, օրհնյալ է մեր Տերը, ամեն, ամեն եւ ամեն։ Սիրելի քույր եղբայրներ, հասանք Գործ Առաքելոց գլուխ 20։ Անցյալ անգամ արդեն մենք տեսանք Եփեսայի մեջ, Եփեսոսի մեջ, ինչպես իրար անցում եղավ, խառնված եղավ, Բողոսին բռնեցին, հանեցին եւ այլն, եւ իրար անցավ, ամբողջ ժողովուրդը ոտքի ելավ, եւ հետո եկավ այդտեղ պատասխանատուն եւ արձակեց բոլորին հանդարտեցնելով։ Համար գլուխ 20 գսկսի այսպես. Աղմուկը դատարել է հետո, Բողոս աշակերտները իրեն կանչեց եւ հրաժարական ողջույն տալով ելավ որ Մագեդոնիա երթա։ Եվ այն գողմերը բդդել է ու շատ խոսքերով զանոնք հորդորել հետո ելլատա գնաց Հունաստան եւ այնտեղ 3 ամիս մնաց։ Ավասիկ Բողոս գշարժվի։ Չմոռնակ իր ճամփորդության մեջն ենք, երրորդ ճամփորդության մեջն ենք արդեն եւ շարժումի մեջն է։ Գգենա գխոսի, գկարոզե, այդտեղ աշակերտներ գնե, քանիներ որ գհետևին իրեն, գթողե, գշարունակե, շարժումի մեջ է, քրիստոնեությունը մի շարժումի մեջ է։ Եվ իմ ցավս այդ է որ երբ որ շարժումը կգանքնի եւ քրիստոնեությունը գդառնա գազմագերբություն, երբ որ քրիստոնեությունը գդառնա գանքնած վայր, ինչպես եկեղեցաշենքներ որ գմնան այդտեղ նույն տեղը, եկեղեցին իր քրիստոնեությունը իր նպատակը կգանքնի։ Շատ անգամ բادرու մեջ ենք բահված, շրջապատված եւ այդտեղ կգանքնենք, բայց կտեսնենք Գործ Առաքելոցը մի շարժում կա։ Եվ Երանի այն հավատացյալին, որ մի շարժումի մեջ է, Տիրոջ խոսքը ավելի առաջ տանելու։ Եվ Երանի այդ եկեղեցին, այդ կազմակերպության, այդ խմբակներու, որ մի շարժումի մեջ են, Տիրոջ խոսքը տանելու առաջ։ Մեկ օր մյուսեն ավելի, վաղը ավելի այսօրվն է։ Այս մտքով եւ ոչ թե ռուտին ծևով, նույնանման համաբաղաղ ծևով ապրիլ մեր հոգևոր կյանքը։ Քրիստոնեական հոգևոր կյանքը շարժում է միշտ դեպի առաջ։ Կնմանի հեծանիվի, չես կարող գանքնես, պետք է քայլես։ Եվ երբ որ կգանքնես, գինաս, ինչ որ եղավ մեր եկեղեցիներու պատմության մեջ, երբ որ եկեղեցին գանքնեցավ իր առաքելության մեջ, սահմանապակվեցավ իր ծառայություններու մեջ, գանքնեց աստվածային օրհնությունը։ Ուրեմն երբ եկավ Հունաստան 3 ամիս գնալ վեճ, հрьяաները իրեն դեմ նենկությամբ խորհուրդ ըրին, երբ կուզեր Սուրիա երթալ ուրեմն նավով, անոր համար որոշեց Մագեդոնիայի վրային դառնալ։ Լավ գլա որ այս գլուխը որ պիտի գարտանք, քարտեզ ունենանք մեր արջևը եւ տեսնենք ինչ պատահեցավ։ Ուրեմն երբ որ եկավ Հունաստան, ուզեց նավով անցնել դեպի Սուրիա, ուղագի նավով, բայց քանի որ հрьяաները խնդիրներ ըրին, իր ծրագիրը փոխեց։ Ետ Մագեդոնիա դեպի վերև ելավ Հունաստանեն դեպի վեր, որբեսի այսպես հիմակվա Թուրքիայով անցներ եւ քայլեր։ Գտեսնեք, Աստծո մարգարե առաջնորդված Սուրբ Հոգիով, բայց իր ծրագիրները կփոխե։ Ծրագիրը կփոխե եւ որ վիճակները կփոխվին։ Այդպես համար ծևով չի քայլեր։ Այդպես ուղղությամբ ծևով չի քայլեր։ Ինչու՞, քանի որ ազատ է, կապված չէ ոչ մեկ բանի։ Եվ այս է որ այսօր շատ անգամ շատ հավատացյալներ, եկեղեցիներ, կազմակերպիչներ, կազմակերպություններ այնքան կապված են այդ իրենց ըստացվածքներուն կամ գալվածներուն, որ ուրիշ բան չեն մտածել, բացի այդ գալվածները բահել։ Պողոս Արաքյալ, համտարդ, Տիրոջ խոսքը բիծարայ։ Այսպես չեղավ, այդպես կնենք, այդպես չեղավ, այդպես կնենք, այսպես չհաջողեցավ, այդպես կնենք։ Կարևորը հարաճ երթալ եւ չգանքնելն է։ Ուրեմն մինչև Ասիա իրեն հետ կերտային Պերիացի, Բիրոսի որդին Սոբատրոսը, այստեղ անուններ են, Թեսաղոնիկեցիներեն Արիստակրոսը եւ Սեգունտոսը եւ Կայոսի Տերպացի ու Տիմոթեոսը եւ Ասիայի Դուքիգոսն եւ Դրոմփոսը, որոնք առաջ կացին, որ դրովատայի մեջ մեզի կսպասեին, գրողը Ղուգասն է, ինք Պողոսի հետ է։ Նայեցեք, Պողոս Արաքյալ շրջապատված է ծառայողներով։
Եվ ամեն մեկի իր անունները հիմա չեմ ուզեր մանրամասնության մեջ մտնել, այս անուններով շրջապատված եղբայրներով իրենք կացին դեպի առաջ եւ մեզ այդտեղը սպասեցին գսե, միջ այդ Բողոս եւ Դուգաս եւ վստահ մի քանիներ իրենք հետո միացան Դրովատայի քաղաքը։ Անորամալ գսեմ լավ գլա կարդես ունենակ, շատերը ծեր սուբկիտներուն հետևի էջերը կարդեսներ կան եւ այդտեղ վստահ գրված է Բողոս Արաքյալի դարբեր ճամփորդությունները եւ հիմա երկրորդ ճամփորդության մեջն ենք։ Մենք ալ պաղաչագերած օրերեն հետո Պիրիբեեն նավեցինք եւ 5 օրվան մեջ Դրովատը հասանք անոնցկով ու հոն 7 օր մնացինք։ Հիմա Դրովատայի մեջ են ուրեմն աշակերտները միացած են իրար հետ, Բողոս Արաքյալի կորձագիստները իրար հետ են Դրովատայի մեջ։ Մեկ շաբթի օրը, մեկ շաբթին ասել է գիրագի, մեկ շաբթի օրը, երբ հավաքվեր էինք հաց գդրելու, որն է այս։ Այս հավատացյալներու առաջին Քրիստոսի աշակերտներուն հավաքույտներն էին, գիրագի օրը։ Այստեղ են գել է գիրագի օրվա հավաքույտը։ Հավաքված էին ինչ անելու, հաց կդրելու, ասել է միապանվելու, հաղորդակցվելու, հացը, Հիսուսի մարմինը եւ Հիսուսի արյունը հիշելու միասին գիրագի օրով։ Ընդհանրապես հրեաները շաբաթօրերը կհավաքվեին, բայց Քրիստոսի հետևորդները գիրագի կհավաքվեին ինչու։ Հիշելու համար Հիսուսի հարությունը, դոնակատարելու համար Հիսուսի հարությունը։ Գիրագի օրվա հավաքույտները դոնակատարություն են։ Գհիշենք Հիսուսի մահը, Հիսուսի հարությունը եւ նաեւ գհիշենք եւ կպատրաստվենք այն օրվա, որ Հիսուսի հետ հաց պիտի գդրենք նոր տակավորության մեջ։ Ուրեմն աշակերտները գիրագի օրով հավաքված էին այդ օրտնությունը ապրելու իրար հետ, ինչ ըստ իրենց սովորության, ինչպես միշտ։ Բողոս անոնց կքարոզեր, վասնզի հետևյալ օրը ջամփա պիտի ելներ եւ խոսքը երգնցուց մինչեւ գես քիշեր։ Սիրելիներ գտեսնեք դիսապանություն չկա։ Այս պետք է ընենք, հետո այս պետք է ընենք, հետո այսպես պետք է ընենք մեր հավաքույտներուն կամ մեր պաշտամունքներուն կամ մեր ինչ որ են դարբեր եկեղեցիներ ունեն իրենց դարբեր գարկը։ Բայց գտեսնեք որ այստեղ չկա ոչ մեկ գարկ։ Նստեր են, գերքեն, գաղոթեն, հաց կուտեն իրար հետ, գործնեն իրար, գհիշեն Հիսուսի հարությունը, գհիշեն Հիսուսի խաչելությունը, գհիշեն որ օրը իրենք ալ բերտան Հիսուսի հետ եւ այդտեղը Բողոս գսորվեցնե ինչ որ պետք է գար գսորվեցնե։ Չմոռնաք որ Բողոս սորվեցնող էր։ Առաջին եկեղեցին սորվելու տեղ էր, գսորվեին, գդոնագադարեին, բայց գսորվեին Տիրոջ խոսքը։ Եվ Բողոս երգնցուց չսին իրեն Բողոս ժամը անցավ արդեն, թող գնա։ Ոչ, գլսեին։ Քանի որ նորմալ էր, իրենք հավաքված էին Տիրոջ խոսքը, Տիրոջ ներկայությունը վայելելու համար։ Եվ այդտեղ շատ լապտերներ գային գսե այն վերի սենյակը, ուրեմն վերի սենյակը լապտերներ, ասել է բարձրապես այդ ուրեմն լապտերը լույս տալու համար գրագով էր։ Գրակներ երբ որ այսպես գրագի պես այսպես փոցեր գար եւ գտնեին 4 կողմը սենյակին, որպեսզի լուսավորեր եւ դակցներ նաեւ սենյակը։ Վերի սենյակներին, ուր մենք բոլորս հավաքված էինք եւ այդտեղ վստահ շատ մարդ գային։ Երդասարտ մգսե եւ Դիկոս անունով Բադուհանին վրա նստած խորունկ քունի մեջ մդերեր, երբ Բողոս խոսքը երգնցուց, անիգա խորունկ քնով բռնված, երրորդ տադիգոնեն վար ինգավ ու զանիգա մերած վերցուզին։ Երրորդ հարգեն վար ինգավ։ Այդ երեխան գսվի 8-14 տարեկան, ասպես կսեն աստվածապանները։ Անուն դարիք չկա, ուրեմն չենք կրնար ասոր վրա երկար խոսիլ։ Բայց Բադուհանին վրա նստած, ժողովուրդին լեցունությունը, գրակներուն տակությունը, Բողոսի երկար խոսիլը եւ նաեւ ջամփու անցող կացող ցայներեն այդ տղան չգետրոնացավ Տիրոջ խոսքին վրա եւ ինգավ։ Երրորդ հարգեն խորուն քունի անցավ։ Անշուշտ շատ հոգևոր իմաստ ունի այստեղ։ Երբ որ մենք Բադուանի վրա նստած ենք, մի խոսքով երկու աթորի վրա նստած ենք, վստահ եղեք որ խորուն քուն պիտի կնանանք։
հոգևոր խորունքուն եւ հոգևոր խորունքունը մեզ պիտի տանի գորուստ։ Շատ հավատացյալներ կան, որոնք կսիրեն Աստծո խոսքը լսել, որոնք ներկայ են նույնիսկ հավաքույթներու եւ եկեղեցական ծառայություններու, բայց իրենց սիրտը դուրսն է, բադոհանին ծայրը, մեկ աչքերնին ուրիշ տեղ է, մեկ աչքերնին կամ մեկ ոտքերնին աշխարհ է, մեկ մտքերնին մեկ ծայրը աշխարհային բաներով կսպաղվին։ Այդ մարդկանց վտանգ կա հոգևոր քունի մեջ մտնելու եւ այսօր ըսեմ ցեզի սիրելի կողե եվրոպական մեր եկեղեցիներու մասին խոսիմ եւ մեր հավատացյալներու մասին խոսիմ, սիրելիներ ջան, մեր սիրելի հավատացյալները այսօր Եվրոպայի մեջ ժամանակ չունին գետրոնանալու աստվածային բաներու վրա, քանի որ շատ ըսպաղ են աշխարհային գործերով, շատ ըսպաղ են, որ այս գործը եւ այդ գործը, այս հարցը լուծեն եւ այդ հարցը լուծեն։ Եվ այս պատճառով Եվրոպայի եկեղեցիներու մեջ եւ գրնամսել աշխարհի 4 կողմը այսօր արտնություն չկա եկեղեցիներու մեջ։ Մարդիկ սուրբ ոգիով դակծած չեն, քանի որ գետրոնացած չեն։ Մեկ աչքերին, մեկ ոտքերին, մեկ նայվածքին աշխարհային բաներու վրա կսպաղվին։ Ժամանակ չունին գետրոնալ Տիրոջ խոսքին վրա։ Սուբկիր կարդալու, սերդելու, աղոթելու, զբաղվելու աստվածային գործերով, գետրոնանալու հոգևորների վրա, հոգևոր բաներու վրա, ավետարանը քարոզելու մտքով, չէ, մարդիկ զբաղեն իրենց գործերով, ավելի շատ աշխարհային գործերով կսպաղվին, քան թե հոգևոր գործերով, եւ կնմանի այդ երիտասարդին, Ուտիկոսին, որ այո ներկա էր, այո մինչև գես ուշ այդտեղ ներկա էր, գես քիշեր այդտեղ ուշ ներկա էր, բայց իր գետրոնացումը ուրիշ տեղ էր։ Եվ ինգավ եւ իրեն մերած վերցուցին։ Մերավ խորքուն հետո մահ։ Նայեցեք այն տերմը երբ որ գծանվի գսե ջամփուն ծայրը սատանան գուքայվ գքողնա։ Հիսուս կպատմե Մատթեոս 13-ի մեջ։ Երբ որ դու ձայնն ես, ոչ կատարյալ մեջը, ոչ կատարյալ դուրսը, վտանգ կա, որ դու խորք ունի անցնես, եւ խորք ունեն վտանգ կա, որ դու մեռնես, հոգևոր մահ։ Ինչ որ պատահեցավ այստեղ։ Բայց ասված ողորմություն արավ այս մարդուն, այս երեխային։ Եկավ գսե Բողոս վարիչնելով անոր վրա ինգավ մեկ քրգեց դանիգա երկու եւ ասավ մի խրովիկ վասնզի ասոր հոգին իր մեջն է։ Մի խոսքով հրաշ կատարվեցավ, մերած էր եւ քրողը Ղուգասն է։ Ղուգասը բժիշկ էր։ Երբ որ բժիշկը գսե մերած էր, ուրեմն վստահ եղեք որ մերած էր։ Այդպես ժողովուրդներու խոսք չէր, որ վայ դղան մերավ։ Մերած էր, իրական մերած էր։ Բողոս իջավ, վրան ելավ, վրան իջավ, քրկեց անիգա, աղոթեց հրաշ կրավ եւ Աստված կյանք տվավ, հոգին իր մեջ վերադարձավ։ Եվ նայեցեք, եւ վեր ելնելով հացը գդրեց եւ կերավ։ Շարունակեց այդ սեղանի շուրջ, կայ որ սեղանի շուրջ նստած էին բոլորը։ Սեղաններով, ուտելով, միապանության մեջ էին։ Այս էր ճշտամունքը։ Աթոռներ չկային մեկը մյուսին հետ եւ այսպես շարված։ Իրար հետ նստած էին, իրար գողքին, մեկը մյուսին հետ։ Դուք մի նայեք հիմա մեր եկեղեցիներուն աթոռները հետևի շարված են։ Ամենամատ տեպի արջև գնայի, բայց այն ժամանակ ամենամատ իրար գնային, իրար հետ էին, թեմթիմաց էին, իրար գողքին էին, իրար գսիրեին, իրար գործնեին, իրար համար գաղոթեին, իրար համար գբայքարեին, իրար գպաշտպանեին։ Հիմա անչափ որ աթոռները հետևի են, մարդիկ անչափ որ արջև գնային, իրար անուն նույնիսկ չեն գիտեր եկեղեցիներուն մեջ։ Իրար մեջ դեղյակ չեն, իրարմով չեն հետաքրքրվիր։ Հասկանանք ուր դեղեն ուր հասել ենք սիրելիներ։ Ետ ելավ երկար խոսեցավ հետո մինչև արդու ետքը ելավ եւ գնաց։ Այն բադանին ողջ բերին եւ մեծապես մխիթարվեցան։ Բադանին ողջ բերին մխիթարվեցան։ Եվ Բողոս շարունակեց իր ծառայությունը։ Նորմալ բաներ։ Աստծո խոսքը կքարոզվի, ոչ մեկ բան պետք չէ գանքնի։ Ոչ մեկ բան պետք չէ գանքնեցնի Տիրոջ խոսքը։ Դղան ինգավ, մերավ, օքեյ, մենք Հիսուսով գբարձրացնենք, գործնենք, ավասիկ, հարություն, ետ ելավ,
շարունակեց իր ընթրիքը եւ շարունակեց իր քարոզը, մինչեւ արդյալ քարոզեց։ Նորեն գսեմ, դիսապանություն չկար, ժամ չկար, գարկուգանոն չկար այդ արումով, որ գարկ չկար պաշտամունքի, բարձրապես Տիրոջ ներկայությունը գվայել էին։ Հիմա նայեցեք մեր եկեղեցիները հազիվ 1 ժամ պաշտամունք կնեն եւ մարդիկ կուշանան ասելով գվախնան, որ պիտի ուշանան երթան շուկայի։ Գասկնակ եւ այդ մարդիկ իրենց հավատացյալ գսեն։ Ժողովուրդ, մենք շատ հերու ենք ավետարանի ճշմարիտ հավատացյալներեն։ Պետք է վերաթարնանք այնտեղը։ Մեր դեղն է վերաթարնալու կորձ արաքելոցի ճշմարիտ հավատքի մեջ։ Հալելույա, հալելույա։ Տերը օրհնե։ Եվ ավասիկ այստեղը դրովատայի մեջ կատարվեցավ այս բանը, հետո համար 13 մենք նավը մտնելով ճամփա ելանք դեպի Ասոն, ուր Գեբոսը պիտի առնեինք, վասնզի արդեն ինք այդպես ապսպրեր էր, որովհետև ինք ցամաքով պիտի անցներ։ Շատ արագ կգարտամ այստեղ, երբ Ասոնի մեջ մեզի հանդիպեցավ, արինք Զանիգա եւ Միդիրինե կացինք։ Անգեալ նավով հետևյալ օրը Կիոսի դեմը հասանք, մյուս օրը Սամոն հասանք եւ գիշերը Դրոկիլոյինի գենալով մյուս օրը Մերիդոս կացինք։ Վասնզի Բողոս միտքը դրել էր, որ նավով անցնի Եփեսոսի կովեն, որ չլատե Ասիայի մեջ ժամանակ անցնե, որովհետեւ գարդորար, որ եթե կարելի է Բենտեգոստեն Երուսաղեմ ընե։ Ուրեմն գտեսնեք Ձովեզերքի գողմեն բիդի անցնի եւ եկավ այստեղ ուրեմն Միլեդոս այդ Ձովեզերքի այդ քաղաքն է ճիշտ Եփեսոսի մի քիչ վերև 50 կիլոմետր դարբերությամբ մոտավորապես։ Եփեսոս ինքը գարտացինք երկար ժամանակ անցած։ Շատ մարդ կճանչնար, շատ մարդ գիտեր։ Բայց չուզեց երկար ժամանակ անցնել, ուզեց շատ շուտ երթալ Երուսաղեմ։ Ինչ հրավ, նայեցեք։ Ուրեմն Մերիդոսեն մարդ խրգեց Եփեսոս, որ եկեղեցին երեցները գանչեց։ Երեցները, բադասխանատուները, բոլորը չէ։ Եկեղեցի հովիվները, բադասխանները, սարգսակները, ծառայողները, բադասխանատուները բոլորին գանչեց։ Երբ եկան, ըսավ անոնց. Դուք գիտեք, թե առաջին օրը ի վեր ես Ասիա եկա, ինչպես ցեզի հետ վարվեցա բոլոր ժամանակ։ Դուք գիտեք, ես ցեզ ինչպես վարվեցա։ Ինչպես էր իմ վարվելակերպս։ Զարմանալի է, չսեր դուք գիտեք, ես ցեզ ինչ սորվեցուցի, ես լավ հովվությունների, ես լավ ծառայեցի, ոչ, ինչպես ես ցեզ վարվեցա։ Սիրելի քույր եղբայրներ, այսօր գտեսնենք, ես իմ մասին խոսիմ, ինչ որ ես գտեսնեմ։ Գտեսնենք հավատացյալներ, որոնց վարվելակերպը ոչ մեկ հաճույք չպատճառեր իրենց 4 կողմիներում։ Իրենց դրսևորումը, վարվելակերպը, դեղ մկա Պողոս կսես ցեզի հայրի պես եղա, մոր պես եղա։ Վարվելակերպը գիտեք որչափ կարևոր է։ Հովիվիմը, առաջնորդիմը, երեցիմը, ծառայողիմը, հավատացյալ Քրիստոսի հետևորդի վարվելակերպը շատ ավելի կարևոր է, քան թե ինչ կխոսի, ինչ կսորվեցնե։ Շատ ավելի կարևոր է վարվելակերպը, քան թե այդ խոսելու բառնակությունը։ Չեմ ասել բարապան պետք է խոսենք, բայց ինչ կարժե, եթե մեկը ավետարանի լավ բաները կքարոզե, բայց իր վարվելակերպը, իր հարաբերությունը մարդկանց հետ, իր բարձությունը մարդկանց հետ, իր սերը մարդկանց հետ։ Եղբայրներ կան, քույրեր կան, որոնք չենալ բարևեր ժողովուրդ, եւ իրենց հավատացյալ գսեն։ Այս ինչ վարվելակերպ է։ Այս ինչ վարվելակերպ է։ Եվ հետո գզարմանանք ինչու թե ապաշխարություն չկա, մարդիկ չեն փոխվիր, եկեղեցիներում մեջ չորություն կա, ինչու։ Քանի որ վարվելակերպ չկա։ Քրիստոսի վարվելակերպը նայեցեք։ Մարդիկ կան նամակ կգրեն երբեմն տելեֆոնով, նամակ կգրեն ոչ բարև, ոչ ոնց եք։ Ուղղակի ասածին գսեն եւ կփակեն։ Ժողովուրդ, այս վարվելակերպ է, որ պետք է սորվենք։ Բողոս կսե դուք գիտեք ես ինչպես վարվեցա ձեր հետ։ Շեշտը գտնե հարաբերության վրա։ Գիրագի օրը քարոզ դվի Փարիզյան շրջանի եկեղեցին։ Facebook-ի վրա չէ, բայց YouTube-ի վրա գա կամ խոսքը գետիվի վրա գա։ Կացեք եւ լսեցեք։ Վարվելակերպ մարդկանց։ Ինչ կցանես, այդ կհնցես։ Ժողովուրդ, գեղեցիկը այստեղ ես ցեզ դուք գիտեք ինչպես վարվեցա ձեր հետ։
Արդյոք դու գրնաս ասել, որ քով էր վարվելագերբդ մարդկանց հետ հարկալից էր, ուրախ էր, անգեղծ էր, ժպիտով էր, օրտնելով էր, սիրելով էր, իրական էր, եւ որ մեկում հետ գողջունես, այդ օր իրական գողջունես, սիրտդ ինչպես է այնտեղ, ինչ կցանես քո սրտիդ մեջ, այդ ռոբեին։ Շատ մարդիկ կան գուքան կփարևեն քեզ, բայց մտքերնին արդեն ուրիշ բաներ է քո հանդեպ։ Վարվելագերբը, մաքուր վարվելագերբ։ Այս է Քրիստոսի խոսքը։ Այս է Քրիստոսի նմանիլը։ Դուք գիտեք ինչպես է վարվեցա բոլոր ժամանակը։ Ոչ թե միայն գիրագի օրերը քարոզի ընթացքին, չէ, կորձի ընթացքին, հարաբերության ընթացքին, ուտելու ընթացքին, քայլելու ընթացքին։ 19 ամենայն խոնարհությամբ դերոջը ծառայելով ես շատ արցունքով եւ փորձություններով, որ հрьяաները նենկությունով ինձի բադահեցավ։ Ամենայն գսայստեղը խոնարհությամբ Բողոս գսե իրենց։ Եթե ինքը այնքանալ խոնար մարդ չէր, այդտեղի մարդիկ մի դսեին չէ, Բողոս ավելորդ բան գխոսից։ Դու այնքանալ խոնար չէիր։ Քու ծառայությունն այնքանալ չէր։ Հստակ ամենայն խոնարհությամբ ձեզ դիրոջը ծառայեցի ձեր մեջ։ Ձեծվելով, նենկությամբ հрьяաներեն, վախնալով, բայց այդ բոլորի մեջ ես ետ չգեցա։ Ետ չգեցա օգտակար բաներ ցեզի ըսել է ու ցեզի հրաբարագավ եւ դան մեջ սորվեցնել է։ Սորվեցնել են առաջ գավարվելագերբ, խոնարհություն, հավատարմություն, հարադեվություն։ Ցավեր պիտի ըլլա, հագարագություններ պիտի ըլլա, բայց սորվեցնող մարդը պիտի հարադեվե։ Դժվարություններ պիտի ըլլան, ինչպես հрьяաները շատ վատ բաներ ըրին Բողոսին, բայց ինք շարունակեց սորվեցնել, ետ չգեցա գսե օգտակար բաներ ցեզի ըսել է, ես օգտակար բաներ ցեզի խոսեցա, բարապ բաներ չխոսեցա։ Ուզեցի ձեր հոգին գերդել դիրոջ մեջ։ Կարևոր չէ մնացած նյութերը, օդը ինչպես է, դունը ինչպես է, ինչ կերակ, ինչ խմեցիք, երկրորդական է օգտակար բաներ։ Հավատացյալը կանչված է օգտակար բաներ փոխանցելու իր 4 կողմիններում։ Հրաբարագավը սեր է ժողովրդի մեջ եւ նաեւ դուներու մեջ։ Չմոռնաք եկեղեցիները դուներու մեջ էին։ Իսկ հրաբարագավ դուրսերը հրաբարակներու վրա ավետարանչություն էր։ Բողոս ավետարան կկարոզեր, աշակերտները ավետարան կկարոզեին անհավատներուն, հետանոցներուն, հрьяաներուն, ասելով եկեք ապաշխարեցեք Հիսուսը ընդունեցեք եւ որ կապաշխարեին դուներու մեջ գվերցնեին եւ գստորվեցնեին այդ մարդկանց։ Չէին ասել քարգիրագի նորեն եկուր։ Չեն ասել նորեն կալգիրագի նույն բանը անենք։ Ոչ, կսորվեցնեին, որովհետեւ միշտ ավելի օգտակար ըլլար իրենց հոգեվոր կյանքի հարաճացման համար։ 21-րդ համարը այս բոլորը գնեի գսե վկայություն տալով հрьяաներուն եւ հույներուն արչեւ, որտեւի Աստված ապաշխարության համար, որովհետեւ ապաշխարեն տեւի Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսին վրա եղած հավատքով։ Ամեն ինչ կնեի հрьяաներուն եւ հույներուն, որովհետեւ դառնան ապաշխարեն տեւի Աստված, դառնան տեւի Աստված Հիսուս Քրիստոսին հավատալով։ Ահավասիկ օգտակարը։ Եթե դու քո կյանքը չի փոխվիր Հիսուս Քրիստոսով, քու եկեղեցիկալը դիմաց չունի։ Եթե դու չես դառնար տեւի Աստված ապաշխարությունով, մկրտությունով, նվիրումով, քո հավատքդ իմաստ չունի։ Այսօր հայեր կան մեր եկեղեցիներու մեջ, դարիներ գուքան, բայց իրենք ոչ մեկ ավելի քայլ չեն առներ դիրոջ խոսքը գարտալու, դիրոջ ծառայելու, մկրտվելու, նվիրվելու, ապաշխարելու, բայց գուքան եկեղեցի։ Գլսեն Աստծո խոսքը, հաճելի է իրենց Աստծո խոսքը, բայց չեն փրկվիր։ Ուրեմն այդ մարդիկը օգտակար բաները չեն վերցներ։ Նույնիսկ այդ եկեղեցիներու մեջ շատ լավ օգտակար բաներ կկարոզվի, ինքը չի վերցներ։ Ինչու՞։ Գնա իրեն հարցուր։ Այս բոլորը վկայություն տալով հрьяաներուն, հույներուն, թե ապաշխարեն տեւի Աստված Հիսուս Քրիստոսով, այս վկայությունն է կարևորը։ Այս բանն է որ կարևորը գսե ես ցեզի դվի, որպեսի այս մարդիկը հասկանան, տեսնեն, փոխվին, նորոգվին։
համար 22 Եվ հիմա ահա ես հոգիով գապված, սուրբ հոգիով գապված Երուսաղեմ գերտամ եւ հոն ինձի ինչ պիտի բադահի չեմ գիտեր։ Միայն թե Սուրբ Հոգին ամեն քաղաքի մեջ ինձի կվգայե թե գաբեր եւ նեղություններ ինձի կսպասեն։ Հավասիկ Բողոս Արաքյալը Աստուծո մարդ, մարգարե, առաքյալ, Սուրբ Հոգիով լեցուն։ Չի գիտեր ինչ պիտի լա իրեն։ Եվ այնքան էլ կարևոր չէ իրեն ինչ պիտի լա։ Ինք միան գիտե որ դժվարություններ պիտի ունենա, բայց ինչպես, երբ, ինչ ձևով, չի գիտեր։ Գիտեք ինչու։ Քանի որ Աստված մեր աբական մեզ ցույց չի դար։ Այն բոլոր մարգարե, ճագերդյալ մարգարե ըսված մարդիկ, որ երբեմն իբր թե աբական մեզի գուքան գսեն, կամ ցեզի գուքան գսեն, բախտակուշակներու նման այսօր հավատացյալներ կան, ուշադիր եղեք եւ հերու մնացեք։ Այդ մարգարեական խոսքերը իբր թե ուշադիր եղեք, վտանգ կան։ Չեմ ասեր չկան մարգարեներ, բայց ուշադիր եղեք ինչ կսեն եւ ով են անոնք։ Բողոս Արաքյալ չի գիտեր ինչ պիտի լա իրեն։ Գսե չեմ գիտեր ինչ կսպասե ինձի։ Բայց դու մարգարե ես, դու Արաքյալ ես, դու Աստծո մարդ ես, ինչպես չես գիտեր։ Բողոս Արաքյալն ավելի մեծ մեկը գա այսօր։ Հիսուսեն հետո Բողոս Արաքյալն է, Բողոս Արաքյալն ավելի մեծ մարգարե կամ քարոզիչ կա այսօր երկրի վրա։ Չկա։ Բայց եթե Բողոսը չգիտեր, ինչպես շատ մարդիկ կսեն, Աստված ինձ ասա որ վաղը քեզի ասիգա բիդլա։ Ուշադիր եղեք։ Ուշադիր եղեք։ Գիտեմ որ ինձի նեղություններ պիտի լան, բայց սուբտիրքը արդեն ըսած էր։ Հիսուս արդեն ըսած էր։ Ցեզի շատ նեղություններ պիտի լա։ Պիտի կաբեն, պիտի հալածեն, պիտի հայոյեն, պիտի սպանեն։ Այս բոլորը Հիսուս ասավ, ճշմարիտ առաքյալը, ճշմարիտ հավատացյալը այս բանի վրա նորություն չէ իրեն, ինք շատ լավ գիտե ինչ կսպասե իրեն, ճշմարիտ հավատացյալին չսպասեր լավ օրեր, արդար քարոզիչին սիրված օրտնապեր օրեր չսպասեր։ Հիսուսի անարգեցին, ես ով եմ որ կամ դու ով ես որ քեզ պիտի չանարգեն, եթե արդար իր խոսքին մեջ ես, իր խոսքով գքայլես եւ իր խոսքը գփոխանցես։ Համար 24 Բայց ես բանիմը համար հոգ չեմ մներ եւ իմանցս բադվագան չեմ սեբեր միայն թե իմ ընթացքս ուրախությամբ կատարեմ եւ այն ճաշտոնը զորդեր Հիսուսեն արի ազո շնորհները ավետարանելու վրա ըլլալու։ Դեսնեք ինչ է իր սրդի փափակը։ Նեղություններ կան։ Պիտի ըլլան, կսպաննվիմ, կձեծվիմ, կհայոյվիմ, իմ համար հոգ չեմ մներ։ Այստեղ քեղեցիկը գսե ես ինձ բադվագան չեմ սեբեր։ Ես չեմ կարծեր որ լավ մարդ մնեմ կամ կարևոր մարդ եմ։ Կարևոր չէ ինձ ինչ կբադահի։ Կարևորը միայն այդ է, որ ինչ որ դերը ինձ տվավ իբր ճաշտոն, այդ ճաշտոնը կատարեմ հավատարմությամբ։ Սիրելիներ, ուր են այն հավատացյալները, այս խոսք խոսողները։ Եվ ես իմ անձի բադիվի համար չէ, որ այս բանը գնեմ գսե Բողոս։ Իմ անձս բադվվի, օրտնվի, ծապտան ինձի, բրավո ասեն ինձ։ Այն չէ կարևորը, ինչ որ այսօր մեծամասնության քարոզիչները իրենց նկարներով գլեցնեն ամբողջ Facebook-ային էջերները կամ համասանցը։ Ամեն դեղ իրենց մասին պետք է խոսվի, իրենք են օրտնյալը կամ օձյալը, ինքն է որ իր միջոցով գլա այս կորձը կամ այն կորձը։ Պողոս Արաքյալ գսե ես ինձ պատվական չեմ սեբեր միայն կորձը կատարեմ։ Միայն Աստծո կորձը կատարեմ։ Փառքի պետք չունիմ, ձապերու պետք չունիմ, փառավորվելու պետք չունիմ, համեմատվելու պետք չունիմ, պետք ունիմ միան մեկ բան, իմ միջոցով Տիրոջ կորձը քիչ առաջ երթա։ Եվ հուսանք այդպես ենք, հուսանք այդպես կմտածենք, եթե այդպես չես ապաշխարե, քո անցդ առաջ մի տանիր, քեզի բրավոներ մի փնդրեր, աբրիսներ մի փնդրեր, որ քեզի բատվեն, քեզ աբրիսներս են, բրավոս են, փամ ըրիր եւ այլն, չէ, դու միայն այդպես ըրե, որ նույնիսկ անունը չի լսվի, միայն կորձը երթա առաջ։
Բողոս Արաքյալի խոնարհությունը գտեսնեք։ Գտեսնեք ինչ կսե։ Բողոս Արաքյալ մինակ չի խոսիր։ Իր թիմացիներուն գսե, եթե ինքը այդպես չէր, թիմացիները պիտեցեին դու սնախոս ես։ Ինքը թիմացիներուն գսե։ Հիմա մեր եկեղեցին մեկը կա ինձ այսպես ասե գսեմ չէ, եղբայր դու այդպես չես։ Նայր այս կետին մեջ ինչպես վարվեցար, այդ կետին մեջ ինչ էր, այդպես ինչպես էր։ Ես պատասխանը գտամ իրեն։ Եթե ինքը այդպես չէ։ Բայց եթե ինքը այդպես է, փերանս կկոծեմ գսեմ դեր օրտնեք ես։ Նույն բանն այստեղ Բողոս կսե, ես իմ համար չեմ մտածել։ Պիտի մերցնեն ինձ, պիտի հալածեն ինձ, միայն ավետարանը քարոզվի, դուք գիտեք ես որ ինչպես խոնար եղա, աշխատեցա, ծառայեցի, ցես բարավորեցի, ցես դվի ամենին կարևոր բաները Տիրոջ խոսքով։ Եվ հիմա հա ես գիտեմ որ այլ իմ երեսս պիտի չտեսնեք, դուք ամենքդ որոնց մեջ բդդեցա Աստծո տակավորությունը քարոզելով։ Մենք ամեն արդեն գսեթե պիտի երթա եւ այլևս իրեն պիտի չտեսնան։ Ուստի այսօր իմացնեմ ցեզի թե ես ամբարդ եմ ամենուտ արյունեն, վասնզի ետ չգեցա Աստծո բոլոր գամքը ցեզի հայտնել է։ Բողոս կսե ինչ որ ես գիտեի, բոլորը սորվեցուցի։ Ես իմ գողմես ամենալավը ցեզի տվի։ Գիտեք երբեմն երբ որ գծարայենք եկեղեցին Եվ որ գքարոզեմ, գիտեմ այդտեղ մարդիկ կան չեն լսեր։ Գիտեմ։ Հետաքրքրված չեն։ Գտեսնենք այդ բոլորը։ Հետաքրքրված չեն։ Եկեղեցի մեջ երբեմն գոչ կնենք, կսենք այս բանը անենք, այդ բանը անենք։ Գտեսնենք որ մարդիկ սպառված են իրենց աշխարհով, հոգնած, գքնանան նույնիսկ երբեմն քարոզներու ընթացքին։ Այո, սիրելիներ, ամեն տեղ այդպես է։ Գիտեք մեկ բան կա որ քարոզիչներս կմտածենք, կսենք դեր, ես հավատարիմ իմ գործս կատարեմ, ես հավատարիմ ճշմարտությունը ամբողջ թրդով փոխանցեմ։ Թիմացինը ինքը գիտե։ Եվ նայեցեք Բողոս ինչ կսե, ըսկուշացեք կսե, ձեր անձերուն եւ բոլոր հոդին համար որուն վրա Սուրբ Հոգին ցեզ դեսուչ տրավ, Աստծո եկեղեցին հովվելու զոր իր արյունովը ստացավ։ Դուք Աստծո չմոռնաք երեցներուն գսե Բողոսը, դուք եկեղեցին պատասխանատուն եք, ըսկուշ կեցեք, դուք վերագացու եք, այն եկեղեցին ցեզի չպատկանիր, Քրիստոսի կպատկանի, որ իր արյունով քնեց, որքան ավելի լուրջ պետք է ըլլանք, որքան ավելի ինչպես եմ նվիրյալ պետք է ըլլանք, քանի որ այդ եկեղեցին, որուն մեջն ենք, մերը չէ, Քրիստոսինն է, եւ դերը մեզ նված է, որ մենք այդտեղ ավելի լավը անենք, ավելի լավը դանք, մեր մաքսիմումը դանք։ Հասկանաք սիրելիներ, ուշադիր եղեք, Սուրբ Հոգին ցեզ դեսուչ տրավ։ Ասի անշուշտ վերագացուներուն է, պատասխանատուներուն է։ Եվ այստեղ կարևոր է որ մենք գիտնանք ուր է մեր դերը։ Այսօր ես Փարիզ եմ, վաղը գրնալալ դերը ինձ ուրիշ տեղ դանի։ Ես պետք է ուր որ ըլլամ, ուր որ դերը ինձ տրավ, այնտեղ լուրջ եւ նվիրյալ ըլլամ։ Ասել չէ որ կյանքիս միջև վերջ ես Փարիզ պիտի մնամ, չես գիտեր Աստված ինչ կսե։ Ադորալ ուշադիր պետք է ելանք։ Մենք պետք չէ բռնենք մեր շենքերը, մեր եկեղեցիներուն շենքերը, բادرը, ժամանակ կա երբեմն։ Ժամանակ կա որ դերը գսե այստեղ են երկն այդտեղ։ Ոչ թե անշուշտ գրիվով, ոչ թե այդ մարդկանց նման որ միշտ եկեղեցի կփոխեն, անոնց մասին չէ խոսքս։ Խոսքս լուրջ հավատացյալներու մասին է, որոնք գործնվին, երբ որ մեկ եկեղեցի են գելեն եւ գերտան ուրիշ ծառայության մեջ։ Որոնք նաև գնթունին իր քուր եղբայրները գնթունին, որ այդ մարդուն ժամանակը եկա, ոչ թե ինքը մինակ։ Եվ այստեղ գտեսնենք դեսուչ տրավդերը, որովհետեւ այդտեղ դու լուրջ լաս, նվիրյալ լաս, դիրոջ կորձը, թակավորությունը քեզի չպատկանիր։ Դու չես դերը, դու չես եկեղեցին դերը, դու չես եկեղեցին առաջնորդը, Քրիստոսն է, որ իր արյունով քնեց, դու ոչ մեկ բանով չես քնած, Քրիստոսն է քնել։ Եվ այդ եկեղեցիի մեջ դու բարդական ես, լուրջ նվիրյալ ծառայող լալ, անդամ լալ, եկեղեցի միապանված լալ, նույնիսկ եթե պատասխանատվություն չունիս, եկեղեցի մեջ միապանության մեջ նվիրյալ լալ, քանի որ այդ եկեղեցին Քրիստոսի արյունով քնված է, քոնը չէ։ Գիտեմ որ այս ռոբեին այս խոսքս մի քանիներուն է, որ հիմա գլսեն ինձ, քանի որ այս թեմայով դու աղոթեր ես եւ հիմա դերը քեզի այս խոսքը գսե։ Քանզի գիտեմ թե իմ զատվելես ետքը, նայեցեք, ձեր մեջ հապշտակող կայլեր պիտի մտնեն, որոնք պիտի չխնայեն հոդին։ Գսե Բողոսը,
Գան ծեր մեջ մարդիկ, որ գսպասեն, որ ես երթամ։ Երբ որ ես երթամ, անոնք ներս պիտի մտնեն եւ պիտի քայլերու պես պիտի չխնայեն ցեզ։ Եվ ցեզ մեալ այնպիսի մարդիկ պիտի ելեն, որոնք ձուր բաներ պիտի խոսին ու աշակերտները իրենց յետևեն քաշելու համար գործեր պիտի դնեն։ Իրենց յետևեն քաշելու համար։ Բողոսին չսավ քիչ առաջ, ասավ ես իմ բադվիս համար չեմ մներ այս բոլորը, բայց մարդիկ կան իրենց յետևեն քաշելու պիտի դանին մարդկանց։ Եվ այսօրվա իմ ցավս եկեղեցիները որ այսպես գնայիմ, եւ որ գնայիմ ինչ կբադահի դարբեր դեղեր, եւ որ գլսեմ շատ պատմություններ, գզարմանամ գսեմ մարդիկ իսկապես ինչպես կրնան փորձել մարդկանց քաշել դեպի իրենց։ Այդ ինչ մեծ մեղք է, որ դիրոջ արչև հաշիվ պիտի դան։ Նպատակը մենք չենք, նպատակը հովիվները չեն, նպատակը ծառայողները չեն, նպատակը եկեղեցի անդամները չեն, նպատակը Քրիստոսն է եւ իր ամպից խոսքը։ Ոսկս ես պիտերտամ, բայց գիտեմ որ մարդ արարած այս է։ Գիտեմ որ երբ որ ես երտամ, քողեր պիտի կան, ամփոստացած մարդիկ պիտի կան, ձուրմուր կարոզիչներ պիտի կան, քայլեր պիտի կան։ Եվ այդպես ալ եղավ եկեղեցիներուն մեջ։ Հիմա Եփեսոսի կամ այս Միլեդի եկեղեցին ուր է, գարջոք եկեղեցի Թուրքիայի մեջ։ Չի կա։ Ինչու եկան իսլամները լեցուցին այդ շրջանը, որ քաղաքական շրջան էր, ներողություն քրիստոնեական քաղաքներ էին։ Ինչ եղավ որ իսլամները եկան։ Քանի որ քրիստոնյաները իրենց դարքեն դուրս ելան։ Հավատացյալները իրենց հավատքեն դուրս ելան։ Հավատացյալները Քրիստոսի խոսքեն դուրս ելան։ Հավատացյալ ըսվածները, քրիստոնեացվածները շենք շինելու սկսան, հարստություն շահելու սկսան, կմպետներ շնելու սկսան, բայց մորցան Քրիստոսի ճշմարիտ այդ արյունով քնված եկեղեցի հոգ տանիլը։ Այս է պատճառը, որ այսօր ամբողջ դիեզերքի մեջ, ամբողջ երկրակունքի մեջ թշնամիները քրիստոնեության հակառակ կգործեն, կամ քրիստոնեությունը ինքը իր զորութենեն ինգավ։ Այո, կրնամ բացահայտ այս բանը ասել։ Եթե մենք քրիստոնեությունը 2000 տարի ի վեր մնային ավետարանի խոսքերի, նոր գդագարանի խոսքերու մեջ բարձ ցևով, ոչ թե հարստացնեին, ոչ թե եկեղեցիներու շենքերու մեջ ոսկիներ տնեին, ոչ թե այդտեղ բալատներ շնեին, գահսկնակ սիրելիներ, եւ որ մենք մնայինք պարզապես Աստծո խոսքի շուրջ եւ հոգ տանեինք մարդկանց եւ ոչ թե մեր քրբաններուն, ոչ թե մարդկանց քրբաններուն, այլ մարդկանց եթե հոգ տանեինք, վստահ եղեք որ այս 2000 տարվա մեջ բոլորովին պատմությունը դարբեր մի դրար։ Բայց Աստված նախադեսեր էր, ինչպես ալ այստեղ Բողոսկս է, ինչպես Մովսես ասավ, երբ որ ես ելեմ Իսրայելի ժողովուրդը պիտի նորեն շեղի Աստծո խոսքեն, Բողոսալ գսե ես երթամ, շատեր պիտի կան քայլեր պիտի դան, Հիսուս ինքը ասավ, իմ երթալեսվեր շատեր պիտի կան իմ անունովս։ Այս մարգարեություններ է, որ գդարվեցավ, բայց գդարվեցավ ասել չէ որ մենք հանցանք չունի, քրիստոնեության աշխարհը հանցանք չունի։ Աստված շատ հաշիվ պիտի բանջի քրիստոնեության աշխարհեն եւ մանավանդ այդ փանալի մարդոցմե 2000 տարիներու մեջ փանալի մարդոցմե Ուրեմն համար 31 ուստի արդուն գեցեք մտքերնիդ բերեք թե 3 տարի գիշեր ու ցերեկ չդադարեցա ամեն մեկը արցունքով խրադել է գտեսնեք ցավը Բողոսի Բողոսը քարոզի չեր մի հատ քարոզեր եւ թողեր երթար Բողոսի ցավը ժողովուրդն էր որ գուզեր բայկարի ժողովրդին համար քաչալեր의 ժողովրդին համար Ձեր հովիվներուն շրջապատեցեք, ձեր հովիվներուն բարձրացուցեք, որ իրենց գործը արժեքավորեք։ Մարդիկ, եթե ճշմարիտ հովիվներ են, անգեղծ հովիվներ են, ձեր համար գաղութեն, գբայկարին եւ գուլան։ Մադի արանքով մի նայեք այդ բանը։ Երբ որ հովիվը խիստ խոսք մը խոսի քոլավության համար, մադի արանքով մի վերցներ այդ բանը։ Սիրելիներ, ուշադիր եղեք։ Եթե անշուշտ Ձեր ըսված չագերդյալ ձեր եկեղեցվո առաջնորդ հովիվը սուրբ քրային մարդ է։ Աստծո խոսքով եթե առաջնորդված մարդ է, այո։
Եթե Աստծո խոսքով առաջնորդված չէ, որչաբալ իրեն հովիվս են, որչաբալ քահանաս են, որչաբալ գաթողիկոս են, որչաբալ վերաբադվելի են, հեչ կարևոր չէ։ Արդյոք մարդը Բողոսի սիրտը ունի կամ չէ։ Այդտեղ շատ մեծ բաներ կփոխվի։ Հիմա եղբայրներ, գահանցնեմ ցեզ Աստծո եւ անոր շնորհքներու խոսքին, որին կարող է շինելու եւ բոլոր սրբվածներուն հետ ցեզի ժառանգություն տալու։ Բողոս կսե ես ցեզ գահանցնեմ Դիրոջը, քանի որ ես կերտամ։ Բայց Աստված ինք կարողություն ունի ցեզ բոլորդ Աստուծո սրբերու հետ միասին միապանե եւ հասցնե ցեզ այդ վերջին ժառանգությանը։ Հալելույա։ Աստված է մարդկանց հոգիները կորձողը, մեր բարդականությունը իբր Քրիստոսի հետևորդներ ապրիլը, հրճագելը, սորվեցնելը, շիդագը, ուղղությունը դալը այդ մեր բաժինն է։ Եվ Աստծո բաժինը այդ է, որ ինք սրբացնե, զորացնե եւ ժառանգության հասցնե։ Համար 33 նայեցեք ինչ կսե։ Ես ոչ մեկուն արձատին կամ ոսկին կամ հագուստին չցանկացի։ Մի խոսքով ես ձեր հարստության համար չէ որ ծառայեցի ձեզ։ Քանի որ դուք ցեզ մե գիտեք թե ինձի եւ ինձի հետ եղողներուն պետքերը այս ցերկերս հոգացին։ Մի խոսքով ինք աշխատեցավ չէ Բողոս։ Ինք աշխատեցավ եւ իր ցերկի կորձերով, իր վաստգած տրամով գերագուրը գերավ։ Չուզեց եփեսացիներեն ովևէ մեկ օգնություն ֆինանսական, բայց ուրիշ տեղ մը գալիս է որ ես իմ բաժիններ, իմ անաստաշնորհումներ, ես ցեզ մեծ տրամուզեր կամ ես ցեզի հոգևորը գուտամ, դուք ինձի նյութականը պիտի տաք։ Այս գրված է սուրբ գիրքի մեջ, որ անոր ավետարանը կքարոզի, ավետարանով պիտի ապրի։ Այս նորմալ բաներ են, բայց Բողոս կսե շատ անգամներ ես աշխատեցա որ ցեզի քիչ ցեզ մե առնեմ, ցեզ մե չառնեմ նույնիսկ ես իմ թերքովս շահեցա իմ տրամս։ Ամեն բան ցեզի ցույցի թե այսպես պետք է աշխատել եւ տգարներուն օգնություն անել եւ միտ բերել թե Տեր Հիսուսի խոսքը որ ինչ կսե, որ գսե ավելի երանելի է տալը, քան թե առնելը։ Նայեք Բողոս կսե ես ցեզ ցույց տվեցի, որքան ես ցեզ դվի։ Եվ ցեզ մի բան չստացա։ Նույն բանը սորվեցուցի թե տալը ավելի լավ է, քան թե առնելը։ Ծառայելը ավելի լավ է, քան թե ծառայվելը։ Խոնարհվել ավելի լավ է, քան թե փառքը ստանալը։ Բարձրացնել ավելի լավ է, քան թե բարձրանալը։ Մի խոսքով ավելի լավ է ցանելը, քան թե հնցելը։ Քանի որ երբ դու գցանես, վստահ եղի որ պիտի հնցես, բայց երբ դու հնցես, ուրիշին ցանածը, վստահ չես որ հաջորդին պիտի հնցես։ Բայց երբ որ դու գցանես, օրհնություն, ուրախություն, սեր, խաղաղություն, միապանություն, հարկանք, ծառայություն, այս բոլորը որ գցանես մարդկանց հետ, վստահ եղիր որ պիտի հնցես Տիրոջը շնորհքով։ Այս քախնիկը գսորվեցնե Բողոս Արաքյան։ Եվ ասիգա աստավ անոնց ամենուն հետ ձունգի վրա քալով աղոտ գրավ։ Ամեն կնալ սաստիկ կուլային եւ Բողոսին բարանոցին վրա ինալով գահամբուրեին։ Սրդերնին գծավեր մանավանդ այդ խոսքին համար որ գսավ ասև թե այլևս պիտի չտեսնեն իր երեսը եւ զամիգաջամպուտերին մինչեւ նավը երթալով։ Ավասիկ սիրելի քույր եղբայրներ, ինչպես Բողոս իր մասին գխոսի այստեղ։ Մեհադալ գարտացեք, երբ որ գվերջանա այս ծառայությունը, մեկադալ բացեք գլուխ 20-ը գարտացեք մանավանդ Բողոսի այս բաժինը եւ դուք ցեզ ասեք արդյոք ես այս տեսակի շարժվող մարդ եմ կամ չէ։ Օրտնյալը լա մեր դերը։ Շարունակենք 21-րդ գլուխը մի քանի համարներ գարտանք, տեսնենք միջև ուր կհասնենք։ Երբ ելանք եւ անոց մեզ ատվեցանք, շիդակ նավով գով հասանք եւ մյուս օրը հրոտոն ու անգե բադարա եւ մամը կդանք, որ Փյունիգե գերտար, Փյունիգե Լիբանան գերտար։ Անոր մեջ մտնելով ջամփայելանք եւ երբ Կիպրոս երևցավ Զանիգա
ցախ կողմերնից թողնելով թեպի Սուրիա նավեցինք եւ Դյուրոս հասանք։ Դյուրոսը Տիղ, հա, Սուր քաղաքն է արաբերեն։ Վասնզի նավը հոն պիտի տապեր իր փերը։ Եվ աշակերտներ գտնելով 7 օր հոն գեցանք, որոնք Սուրբ ոգիով գսեին Բողոսին, որ Երուսաղեմ չելլե։ Աշակերտներ գտնելով։ Եկան ուրեմն Դյուրոս, աշակերտներ կդան։ Ինչպես կդան։ Ինչպես փնդրեցին։ Զարմանալի է։ Բայց Հիսուս Քրիստոսի աշակերտները շենքերու մեջ մահված չէին, ճամփաներն էին։ Մանավանդ այն ժամանակ ճամփաները կարող էին հրաբարակներու վրա խոսիլ, կարոզել։ Մահված չէին։ Գելեին գկարոզեին։ Եվ ահավասիկ Բողոսը եւ իր ընկերները կդան այդ աշակերտները։ Եվ ինչ ուրախություն էր օդարության մեջ աշակերտներ գտնել, հավատացյալներ գտնել, որոնց հետ կրնաս աղոթել, որոնց հետ կրնաս երգել, որոնց հետ կրնաս փառաբանել դերը։ Եվ անոնք ինչ կսեին Սուրբ ոգիով Բողոս Երուսաղեմ մի երթար։ Երբ այն օրերը անցուցինք, ելանք ու գերտայինք։ Ամենքը գիներով եւ դղակներով մինչև քաղաքին դուրս մեզ ճամփեցին։ Ձովուն եզերքը ձունգի քալով աղոթ կրինք։ Տեսակ, շենք չկա։ Ձովուն եզերքը ուր որ են, նստինք աղոթ կնենք, ուր որ ենք Աստված պաշտենք, ուր որ ենք դերը բարավորենք։ Եկեղեցական գարկ չգար, միապանություն գար, իրար հետ աղոթել գար, իրար հետ ջամփա ելնել գար, իրար հետ ուդել գար, իրար հետ միապանվել գար։ Այս է եկեղեցին։ Երբ որ եկեղեցին բادرու մեջ մտավ, հենց բادرը քանթեցին եկեղեցին կյանքը։ Իրարու հրաժարական ողջույն դալով մենք նավը ելանք, անոնքալ դեղերնին դարձան։ Իսկ մենք Դյուրոսե զատվելով, ձովու ճամփորդությունը լմնցնելով Բուդողեմայիս հասանք ու եղբայրները բարելով օրմը անոնցքով գեցանք։ Ահավասիկ մեմը եւս եղբայրները բարևելով։ Ամեն դեղ եղբայրներ։ Հիսուսի մեռնել են մոտավորապես 20 տարի հետո է։ 20 տարվա մեջ ամբողջ Երուսաղեմեն մինչև Հունաստան եւ մինչև Հռոմ ամեն գոմ քաղաքներու մեջ հավատացյալներ եղավ 20 տարվա մեջ։ Մենք 20 տարվա մեջ մեկ եկեղեցին մեջ 1500 հոգի չավելնար։ Մեկ եկեղեցի մեջ։ Այստեղ ամբողջ Ասիայի մեջ ամենտեղ եղբայրներ, աշակերտներ։ Ինչու։ Երբ որ դու ճշմարիտ քրիստոնեական հավատքի մեջ ես, եւ բادرով դու քեզ չես շրջաբադեր, եւ դու կյանքդ կապրիս մարդկանց հետ, մարդկանց համար, երբ որ Սուրբ ոգիով լեցված նորմալ քո կյանքդ կապրիս, միշտ քո գողմետ կամ քո չորս կողմդ մարդիկ պիտի ավելնան Տիրոջը փառքին համար։ Այս ինչ որ հիմա ես կխոսիմ աշակերտություն է։ Աշակերտություն։ Ճշմարիտ քրիստոնյա լալ։ Իսկապես Հիսուսի հետևորդ ըլլալ։ Սիրելի քույր եղբայրներ, իսկապես կարևոր են այս մտքերը։ Բادرու մեջ մի մնաք։ Ձեր քիծածներով մի սպաղվիք։ Ձեր սիրելի քույր եղբայրներով մի մնաք։ Աղոթեցեք, խնդրեցեք դերը ձեզ մարտնավորեցեք, ավետարանը կարոզեք, ավետարանը ապրիկ, ավետարանը փոխանցեք։ Հետևյալ օրը անգե ելանք եւ Գեսարիա կացինք եւ Փիլիպոս ավետարանիչին դունը մտնելով, որ 7-ն մեկներ։ Գիշեք Փիլիպոս ավետարանիչը Ստեփանոսին հետ 7 հոգի էին, որոնց մեկը ինքն է, նայեցեք դուն ուներ, դեղ ուներ, 4 հատ աղջիկ ուներ գսե, գույս աղջիկներ ունենք, որոնք մարգարեություն գնային։ Հոգևոր ընտանիք։ Նայեցեք Սուրբ ոգիով լեցված մարդ, ավետարանիչ մարդ, ինչ որ դերը ըսավ այդ բանը հրավ, բայց ասել չէ որ դուն չունեցավ, դեղ չունեցավ, զավակներ չունեցավ, ընտանիք չունեցավ։ Նայեցեք դունալ ունի, դեղալ ունի, զավակալ ունի եւ օրտնապեր զավակներ ունի, 4 հատ գույս աղջիկներ, որոնք մարգարեության մեջ են։ Հալելույա։ Սուրբ ոգիով լեցված ընտանիք։ Հոն բավական գեցանք, այդ ադենները Հրեաստանեն մարգարեմը հասավ Ագոբոս անունով, երբ մեզ եկավ Բողոսին կոդին առնելով իր ցերքերը, ոտքերը գաբեց եւ ասավ. Այսպես կստե Սուրբ ոգին, այն մարդը, որունն է այս կոդին, այսպես պիտի գաբեն հրյաները Երուսաղեմի մեջ եւ հետանոցներում պիտի հանցնեն, մատնեն։ Երբ ասիգա լսեցինք,
աղաչեցինք մենք ալ դեղացիներն ալ, որ Երուսաղեմ չելլե։ Իսկ Բողոս պատասխան տվավ, նայեցեք Բողոսի պատասխանը։ Ինչ կնեք, ինչու գուլակ, ու իմ սիրտս կջմլեք, քանզի ես ոչ միայն Երուսաղեմի մեջ կապվելու, հաբամայև մեռնելու պատրաստ եմ Տեր Հիսուսի անվանը համար։ Հալելույա։ Ահավասիկ որոշում։ Երբ ինք մտիկ չրավ, մեզ, ուրեմն խոսողներուն, որ գսենք մի երթար, ինք մտիկ չրավ, մենք ալ գսել լուր գեցանք եւ ասինք Տերոջը գամքը թող ըլլա։ Հալելույա։ Երբ որ չես գիտեր ինչ պիտենես, Տիրոջը անցնե։ Տիրոջը գամքը թող ըլլա։ Դու արդար եղիր, Տիրոջը գամքը։ Մի զորեր, մի ստիբեր, թուրեր մի կանտեր, արդար եղիր, հանդարտ եղիր եւ ասե Տիրոջ գամքը թող ըլլա։ Քանի որ հետո ուրեմն պատրաստվելով Երուսաղեմ ելանք, Գեսարիայի աշակերտներն ալ մի քանիները մեզ հետ էին եւ մեզ դարի նախքին աշակերտիմը Գիբրացի Մնասոնի որունքով պիտի գնայինք։ Ահավասիկ եկան, վերադարձան Երուսաղեմ։ Հաջորդին կշարունակենք, թե ինչ կբադայի ասկևերջ։ Գտեսնեք, հետաքրքրական շարժումի մեջ է քրիստոնյան։ Մենք կգարձենք, որ կորց արաքերոցի մեջ է միան շարժումը։ Բայց երբ որ դու իրական կգարտաս, այն Սուրբ Հոգին է, չէ, որ Բողոսին մեջն էր, աշակերտներուն մեջն էին։ Այդ Սուրբ Հոգին նույնը վերստին ծնվածին մեջն է։ Ինչու արդյոք այն Սուրբ Հոգին իրենց մեջ պիտի կործեր եւ քու մեջ պիտի չկործե։ Գիտեք ինչու, ինք չէ որ չկործեր։ Դու ես որ գապված ես։ Գապված ես քո սահմաններուն մեջ։ Սահման տրած ես եւ գսես այսպես պիտենեմ ավերին չեմ գրնար։ Բայց սահման պետք չէ ունենաս։ Դուրս ել քո սահմաններեն։ Գնա մարդ պնդրե, գնա հիվանդները բժշկե, գնա քարոզե, գնա փոխե մարդկանց, լույս եղիր խավարին մեջ, Սուրբ Հոգին թույլ դուր որ կործե քո մեջ։ Այս է, որ ես կսորվիմ եւ գսեմ Տեր, օգնե ինձ, որ իբր հովիվ գետրոնացած չլամ իմ ներքին ժողովրդին հետ, բادرու մեջ, մեր ներքին ժողովներով, այլ դանք առաջ կործը, ավելի հարաճ երթանք, ով որ գուզե, ով որ չուզե տոնստի իր տեղը, բայց ով որ գուզե կործենք իրեն հետ, ավետարանչություններով, ավետարանը քարազելով, միջև այնադեմ որ օրմը Աստված այցել է այդ ձույլերուն, ներողություն ինչ կսեմ, այդ ձույլերուն, որ ավելի աշխատացել են աշխարհի բաներով, քան թե հոգևոր բաներով, ավելի խելացի են աշխարհի կործերը հարաճ դանելով, քան թե Քրիստոսի ավետարանը քարոզելով։ Ժողովուրդ շատ բաներ գրնամ ասել եւ անոր համար է որ պետք է շատ աղոթենք, որ աշակերտներ ունենք, շատ աղոթենք, որ աշակերտները լանք եւ այսպես Տիրոջ օրդությունը տարածենք 4 կողմին։ Մեր բարդականությունն է իբր Քրիստոսի հետևորդներ։ Դերը ձեզ շատ օրդն է եւ մեմևս կարդացեք այս 20-րդ գլուխը եւ 21-ին առաջին բաժինը եւ աղոթքի մեջ մտեք եւ ասեք Տեր օգնե որ ես այս մարդը ըլլամ, օգնե որ ես այս կորց արաքելոցի մեջ շարունակվի իմ մեջ, կորց Սուրբ Հոգվույն կորցը շարունակվի իմ մեջ, Սուրբ Հոգին կորցը շարունակվի իմ մեջ, չսպասեմ գիրագի օրը, չսպասեմ միամ աղոթքի ժամը քույրերուս եղբայրներուս հետ, չսպասեմ այս կամ այն ծառայությունը, ամեն վարյան այս հոգեբանության մեջ ըլլամ, որ ավետարանը քարոզեմ, ավետարանի մարդ ըլլամ, ավետարանի փառքը փոխանցեմ իմ միջոցով։ Իմ հույսն է նա, Հիսուս արքա, երբ կհետևենք Հիսուսի, մեր հույսը կդառնա, մեր զորությունը կդառնա եւ մեր միջոցով մեծ գործեր կկատարի։ Հալելույա, փառավորվի մեր Տերը։ Լսենք այս երգը եւ կվերակտնենք իրար։ Լավ։ Իմ հույսն է նա, Հիսուս արքան, նա խոստացել է, միշտ մեզ հետ կմնա, ես ձեզ հետ եմ, ասաց մեզ նա խոստացել է, իր խոսքով մեզ կգա, իմ հույսն է նա, Հիսուս արքան, նա խոստացել է, միշտ մեզ հետ կմնա,
ձեզ հետ է ասած մեզ նա խոստացել է իր խոսքով մեզ կգա Հիսուս մեզ հետ է Հիսուս կասիր է չկա ոչ մի անգամ ուրիշ հույս ինձ ու քեզ համար Հիսուս մեզ հետ է Հիսուս կասիր է չկա ոչ մի անգամ ուրիշ հույս ինձ ու քեզ համար Հիսուս մեզ պարգեց Հիսուս մեզ գնեց չկա ոչ մի անգամ ուրիշ հույս ինձ ու քեզ համար Հիսուս մեզ պարգեց Հիսուս մեզ գնեց չկա ոչ մի անգամ ուրիշ հույս ինձ ու քեզ համար Իմ լույսն է նա Հիսուս արքան նա ճանապարհն է միշտ տեսնում եմ նրան իմ մոտ կառնել ասած մեզ նա խոստացել է իր փառքով մեզ կգա իմ լույսն է նա Հիսուս արքան նա ճանապարհն է միշտ տեսնում եմ նրան իմ մոտ կառնել ասած մեզ նա խոստացել է իր փառքով մեզ կգա Հիսուս մեզ հետ է Հիսուս կասիր է չկա ոչ մի անգամ ուրիշ հույս ինձ ու քեզ համար Հիսուս մեզ պարգեց Հիսուս մեզ գնեց չկա ոչ մի անգամ ուրիշ հույս ինձ ու քեզ համար Հիսուս մեզ հետ է Հիսուս կասիր է չկա ոչ մի անգամ ուրիշ հույս ինձ ու քեզ համար Հիսուս մեզ պարգեց Հիսուս մեզ գնեց չկա ոչ մի անգամ ուրիշ հույս ինձ ու քեզ համար Հալելույա, մեզ փրկեց, մեզ օրհնեց, սիրելն լա փառքը եւ միշտ ավիդյան։ Հիսուսյանով գաղութենք դեր, որ ինչ որ խոսեցանք այստեղ, հոգիներ փրկվին, ինչ որ խոսանք այստեղ մեր սրտերը դակնան, որբեսի ըլլանք այն աշակերտները, որ դու պիտի բադվես, պիտի օրհնես, պիտի ուղարկես եւ բդուղներ պիտի բերենք դեր։ Անոնք որ ցավի մեջ են գանցնին, գաղութենք իրենց համար, որ ոտքի ելեն Հիսուսյանունով։ Անոնք որ գասկածներու մեջ են, գաղութենք իրենց համար, որ ոտքի ելեն Հիսուսյանունով։ Անոնք որ այսօր ցավերու մեջ կապրին, մարմնային ցավերու մեջ Հիսուսյանով բժշկվիր ոտքեր եւ քայլե։ Փարավոր է դերը քո բեռնով, քո ցանկով, քո էությամբ։ Ինքը թող փարավորվի եւ դու տեսնես սիրելիս Աստվածային մեծությունը քո ցանկին մեջ, քո օջախին մեջ, քո ընտանիքին մեջ։ Ստեր խաղաղություն կհրճագեմ քո ընտանիքին մեջ։ Քնա Տիրոջ կորձը գադարե։ Քո եկեղեցին մեջ Աստված օրհնե քեզ ուր որես, այդտեղ լաս այդ լույսը, այդ գրագը, որ այդտեղ դաս փոխանցես քո եկեղեցին մեջ այս ավետարանչության գրագը, հոգիներ բրգելու գրագը, աշակերտության գրագը, հետևելու գրագը, խոնարելու գրագը մարդկանց եւ որպես այդպես ընելով դեսնես, որ դեր իրական է, իր խոսքը իրական է, կորձ արաքելոցը դեր չէ վերջացած, պիտի շարունակվի մինչև Հիսուս կա։ Իմ աղոթքս այդ է, որ ես եւ մենք բոլորս անոր մեջ լանք եւ երբ որ դերը կա, մեզ դեսնեն ճշմարիտ կորձի մեջ։ Մի ուսադվիր, սիրելիս, յետքայլ միներ կան մարդիկ, որոնց չի հետաքրքրել այս բոլորը, բայց եթե քեզ կհետաքրքրե, ցերկդ բռնե, գալի առաջ։ Վստահ եղի, որ դերը թուրմը պիտի բանա, որբեսի դու շրջապատվես այս տեսակի մարդոցմով եւ աղոթենք, ինչպես ասի, այս անցյալ անգամ ասի, աղոթենք, որ այս եկող ամիսները տեսնենք ինչպես կրնանք նաեւ մեր այս ծառայություն ճշմարտության խոսքի ծառայությունը քիչ ավելի
աշակերտության վրա շեշտը տնե եւ քաչալերեցես քեզ որ դու աշակերտը լաս հadoop դասընթացներով տեսնանք եթե գեհդակրկրե գրնակ գրել մեզ ինձ դարբեր ծևերով գիտեք եթե գրեցեք ինձ դարբեր ծևերով այդ մարդկանց որ գեհդակրկրե աշակերտության հadoop չեմ ասեր դասընթացներ բայց հadoop այսպես հանդիպումներ որ դու ավելի աշակերտ լաս ուրեմն եթե գեհդակրկրե նոր համակարգը պիտի ստեղծենք մի քանի ամիսեն դեսնեմ այս Facebook-ով որ ինձ կհետևիք այսչափ ժամանակ է քանիներ արդյոք ուզեն հետևիլ այդ ծառայության անշուշտ պայմաններ կան պայմանները այդ է որ դու ժամանակ ունենաս պայմանները այդ է որ դու սիրես մարդկանց փրկությունը պայմանները այդ է որ դու սորվիս պայմանները այդ է որ դու հետևիս մարդկանց այս են պայմանները ֆինանսական ոչ մի պայման չկա փողային ոչ մի հարց չկա ուրեմն եթե գեհդակրկրեցես այս տեսակի աշակերտ ըլլալը իմ հետ կապնվեցեք եւ հետո շարունակությունը գնացնենք եղավ դերը ցեզ արադաբես օրտնե գսիրենք ցեզ Հիսուս Քրիստոսի անունով եթե դերը գամի կալչորեք շապտի գանտիբինգ միջ այդ օրտնված նոր հոգիներ ցտեսություն